Ջոնաթան Սվիֆթը հավանաբար այն գրողներից է, որ սովորաբար կարդում են փոքր ժամանակ եւ հետո այլևս ցանկություն չի առաջանում, որպեսզի անդրադառնան։ Ժամանակակից հետազոտողները, այսինքն պարզ է, որ 20-րդ դարում դանդաղորեն, բայց Սվիֆթի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Ինչն է պատճառը։ 18-րդ դարի վերջին առաջանում է վեճների եւ նորերի միջև։ Խոսքը գնում էր այն մասին, արդյոք կարող է ժամանակակից հեղինակները գերազանցել հների, այսինքն անտիկ շրջանի, դասական հունական եւ հռոմեական արվեստը։ Ուրեմն, եթե վերցնենք պայմանականորեն, իսկ հայտնի է, որ առաջին հերթին Գուլիվերի ճանապարհորդությունները դա պարոդիա է Դեֆոյի համապատասխան ճանապարհորդությունների վրա։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ինչու օրինակ ասենք թե ինքն էլ լինելով այդ լուսավորականության շարժման մի մասը, այստեղ սուր հակասություն է մտնում, ասենք լուսավորականության մյուս գործիչների հետ, ասենք Նյուն Դեֆոյի կամ Նյուտոնի կամ փիլիսոփաների հետ։ Եվ այստեղ հենց կարելի է ասել այն մեծ հետաքրքրությունն է, որ գոյություն ունի հետազոտողների մոտ Ջոնաթան Սվիֆթի հանդեպ։ Խնդիրը ուրեմն քաղաքական փիլիսոփայության մեջ է առաջին։ Օրինակ, եթե Դեֆոյի հերոսը ընկնում է մարդաբանական, ապա Գուլիվերը որտեղ որ գնում է, ամենտեղ կա հասարակություն, ամենտեղ կա կառավարություն։ Այսինքն Դեֆոյի մոտ բնական մարդ հասկացողությունը գոյություն ունի, եւ այդ բնական մարդը, ինչպես անունն է հուշում, նախորդում է հասարակությանը։ Սվիֆթը համոզված է, որ այդպես չի, որ մարդը միշտ գտնվում է հասարակության մեջ եւ այս առումով սխալ սկզբունքների, արատավոր սկզբունքների հետևող հասարակությունում ուրեմն գոյություն ունեն արատավոր մարդիկ։ Եթե վերցնենք Մաքիավելին, Թոմաս Հոբսը կամ ասենք Ջոն Լոկի քաղաքական փիլիսոփայությունները, մենք նկատում ենք, որ նրանց մեջ կան ընդհանուր մի բան։ Մարդը բնությունից չար է։ Կարող ենք հիշել Թոմաս Հոբսի Homo homini lupus մարդը մարդուն գալի է, ասենք թե ասույթը, որ իր քաղաքական փիլիսոփայության հիմքում է գնում։ Լոկի մոտ, ասենք դա արդեն անձնական շահն է, էգոիզմը եւ այլն։ Սվիֆթը իր բազմաթիվ գործերում, այդ թվում Գուլիվերում, ուրեմն գերադասում է անտիկ հեղինակներին եւ գերադասում է անտիկ քաղաքական փիլիսոփայությունը։ Արիստոտելի կամ Պլատոնի մոտ հասարակությունը հիմնվում է ոչ թե, ասենք, մրցակցության, էգոիզմի, այլ առաքինության սկզբունքների վրա։ Եվ եթե մենք նայում ենք, ասենք, թե 20-րդ դարի երկրորդ կեսին քաղաքական փիլիսոփայությունը սկսած Հաննա Արենտից, ապա մենք տեսնում ենք, որ շատ հեղինակներ փորձում են հաղթահարել այսպես կոչված այդ լուսավորականության դարաշրջանի, չգիտեմ, այդ քաղաքական սկզբունքները, որի վրա հիմնված է մասնավորապես լիբերալիզմը։ Ըստ էության, եթե մենք նայենք, ասենք թե ձախերին, աչերին, ամեն դեպքում կարծես թե նրանք բոլորն լիբերալիզմի ինչ-որ տարատեսակներ են այսօր դարձել։ Եվ դրա համար օրինակ, ասենք Ալան Բաջոն դիմում է Պլատոնին քաղաքական փիլիսոփայության, Ռանսերը դիմում է Արիստոտելի քաղաքական փիլիսոփայության։ Կամ ասենք թե Ջորջո Ագամբենը դիմում է Ֆրանցիսկ Ասեզացու քաղաքական փիլիսոփայության, այսինքն մարդիկ փորձում են գտնել ալտերնատիվ։ Սվիֆթի նկատմամբ հետաքրքրությունը բացատրում է, որ իր մոտեցումները կարծես թե հանդիսանում են ալտերնատիվ այն ժամանակ գերիշխող պրոգրեսիվիստական գիտատեխնիկական առաջընթացի հիման վրա եղած պատկերացումներից եւ օրինակ ասենք թե այստեղ շատ կարեւոր է որ Սվիֆթի մոտ կամ շատ ուժեղ կանխազգացում եւ այդ կանխազգացումը առաջին հերթին վերաբերում է հոլոկոստին։ Ինքը տեսնում է, եթե այս սկզբունքներով շրջվի, ուրեմն անպայման գալու է հոլոկոստի իդեաներին։ Օրինակ ասենք թե ինչպես Ադորնոյի լուսավորականության դիալեկտիկան, որ հենց դիալեկտիկայից էլ ծնվել են 20-րդ դարի ցեղասպանությունները։ Ես կարծում եմ, որ արժե որպեսզի մենք եւս օրինակ հասկանանք այդ, չգիտեմ, այդ երկու ճանապարհորդությունների Գուլիվերի եւ Ռոբինզոն Կրուզոյի ճանապարհորդությունների տարբերությունները, եւ փորձենք հասկանալ հետեւյալ մի պարզ իրողություն։ Չի կարող լինել միայն մի ճանապարհ։
որ 18-րդ դարում մարդիկ վիճում էին այն մասին, որ լուսավորականությունը կարող է գնալ մեկ ուրիշ ուղղությամբ, որ գոյություն ունեն ալտերնատիվներ։ Ցավոք սերտի մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ որ լիբերալիզմին, չէ, դեֆոյական լոկի այդ լիբերալիզմին կարծես թե լուրջ այլընտրանքներ այլևս գոյություն չունեն, ինչպես Ֆուկույաման է գրում, պատմության վերջն է։